Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։ Ողջույն ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ընտրարշավը աստիճանաբար ավելի ու ավելի թեժ է դառնում, բայց տպավորությունը, պարոն Պողոսյան, այն է, որ խիստ անհավասար, անարդար, անազնիվ եւ անմաքուր պայմաններ են։ Մի անձ, որը ուզուրպացրել է իշխանությունը եւ վարչախմբի բարագլուխ է, սահմանադրական կարգը, իրավակարգը հիմնովին տապալել է, բոլոր պետական միջոցները, ռեսուրսները ծառայեցնում է հոգուտիր ընտրարշավի, թեև այն անվանում է, չգիտես ինչու, ներկուսակցական քարոզարշավ, մյուս ուժերին ոչ միայն արգելված է դրան մոտ ներկայություն, ակտիվություն, մասնակցություն ցուցաբերել, այլև արդեն շինծու քրեական գործեր են հարուցվում, ակնարկներ են արվում, որ ինչ որ կուսակցություններ կարող է չգրանցվեն, փորձում են օտար աղբյուրներ փնտրել նրանց ֆինանսավորման մեջ, չէ՞ որ սա վկայում է, որ սահմանադրական կարգը, իրավակարգը տապալված է, պարոն Պողոսյան, եւ Փաշինյանը տպավորությունն այն է, որ արդեն իսկ սկսել է կեղծել դեռևս չկայացած ընտրությունները։ Այն, որ սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում տապալված է, դրա մասին բազմիցս ենք խոսել եւ ես կարծում եմ, որ այդտեղ երկու կարծիք գոյություն ունենալ չի կարող։ Այն սահմանադրական կարգը, որը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, այլևս գոյություն չունի։ Եվ այդ պայմաններում շատ բնական է ճակերտների մեջ, որ այն անձը, որը որ ամբողջ իշխանության լծակներին է տիրապետում, դիմում է նման մեթոդների եւ այստեղ բնականաբար կարող է մեր ընտրազանգվածի համար հարց առաջանալ, լավ, եթե սահմանադրական կարգը տապալված է, ընտրական գործընթացները արդեն իսկ խաթարված են, ընդհանրապես իմաստալից է այդ ընտրական գործընթացին մասնակցելը։ Ընդհանրապես այս ընտրություններից մենք կարող ենք որոշակի ակնկալիքներ ունենալ, թե չունենալ։ Այստեղ մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ անկախ նրանից, թե իշխանությունը ինչ քայլեր է ձեռնարկում, թե ինչքան իշխանության կոնցենտրացիա կա վարչապետի ձեռքում, միևնույն է, կա երկու ճանապարհ այս իշխանությունից ազատվելու համար։ Մեկը այդ նույն ընտրական ճանապարհն է, մյուսը այն ճանապարհն է, որը որ սահմանադրության 115-րդ հոդվածով ամրագրված է։ Անվստահություն հայտնելը։ Այո, վարչապետին անվստահություն հայտնելը։ Ցավոք սրտի 2021 թվականից հետո 2022 թվականից սկսած մինչև առ այսօր անդիմությանը, տիտղոսային անդիմությանը չի հաջողվել այդ գործընթացը իրականացնել։ Տարբեր առաջին հերթին ես կընդգծեմ սուբյեկտիվ, չեմ մանրամասնի, սուբյեկտիվ, բայց նաև օբյեկտիվ պատճառներով այդ գործընթացը չի հաջողվել։ Արդյոք հնարավորություն կա, որ այդ գործընթացը շարունակվի մինչև ընտրությունների օրը, մինչև հունիսի 7-ը, կամ այդ գործընթացը հաջողության հասնի։ Տեսականորեն այո։ Եվ դա հրաշալի կլիներ, որ այլ ուժ կազմակերպեր ընտրությունները։ Դա կլիներ լավագույն տարբերակը, որովհետև մենք ունենք մի իշխանություն, երբ որ մենք ասում ենք, որ սահմանադրական կարգը տապալված է, դա նշանակում է, որ մենք ունենք մի իշխանություն, որի համար սահմանադրությունը որևէ սահման այլևս չի գծել։ Իրենք են սահմանում իրենց սահմանները, իրենց մտածածով եւ դրանով առաջնորդվում են։ Եվ եթե հնարավոր լինի այդ գործընթացը իրականացնել, իսկ մեր սահմանադրությունը որևէ սահմանափակում ժամանակագրական առումով չի նախատեսում այդ գործընթացը իրականացնելու, վարչապետին անվստահություն հայտնելու եւ միաժամանակ նոր վարչապետ ընտրելու համար, ապա դա կլինի լավագույն ճանապարհը։ Եվ այդ պարագայում արդեն վստահ կարող ենք լինել, որ հունիսի 7-ի ընտրությունները կանցնեն բնականon ձևով եւ Հայաստանը կանգ չի առնի տարբեր տեսակի արհավիրքների առջև, հաշվի առնելով, որ եթե մենք դրան չենք հասնում, ապա բացառել, որ մինչև հունիսի 7-ը եւ հունիսի 7-ից հետո այս իշխանությունը կոնվուլսիվ քայլեր չի ձեռնարկելու իր իշխանությունը պահելու համար, որևէ մեկը դա չի կարող երաշխավորել։ Պարոն Պողոսյան, մենք շարունակում ենք ընտրակեղծ ծառայությունը ընկալել 90-ականների իմաստով։ Այսինքն մեզ հավանաբար թվում է մեր շատ հայրենակիցների, որ եթե տեղամասում քվեարկության ավարտից ձայների հաշվարկի ընթացքում, քվեարկության ավարտից հետո ձայների հաշվարկի ընթացքում լույսը չեն անջատում կամ քվեատուփը չեն փոխում, ուրեմն ընտրությունները կեղծված չեն։
դա խորմոլորություն է։ Իհարկե։ Որովհետև հիմա արդեն ընտրակեղծարարության lights եւ smart տարբերակներ կան, որոնք առատորեն գործի են դրվել 2018, բայց հատկապես 2021 թվականի ընթացքում։ Եվրոպայի խորհրդի չափանիշներ կան, ըստ որի իշխանության կողմից ատելության խոսքի բանեցումը ընտրակեղծիք է, ընտրախախտում է։ Իսկ հիշենք, թե հատկապես 21 թվականի ընտրարշավը իշխանության կողմից ատելության ինչպիսի աննախադեպ խոսքով էր ուղեկցում։ Հիմա էլ են սկսել նույն բանը, այսինքն իրենք քվեարկության օրվանից դեռ 2.5 ամիս առաջ արդեն իսկ ընտրախախտումներով են զբաղված։ Դրա համար խորը մոլորություն է, որը որ ցավոք սրտի արկա է նաև շատ կուսակցությունների, քաղաքական գործիչների մոտ, որ միայն ընտրական գործընթացով, միայն ընտրական օրենսգրքով նախատեսված կանոններով շարժվելով առաքելություններով հնարավոր է լինելու ձերբազատվել այս իշխանությունից։ Խորը մոլորություն է, իշխանությունը գործադրել է բոլոր միջոցները, իշխանությունը եվրոպական արևմտյան կառույցներին անթակույց ձևով թույլ է տալիս միջամտել այս գործընթացներին։ Դուք արդեն հիշատակեցիք, որ օտարերկրյա ուրեմն ծառայությունները ըստ էության սկսել են իրենց գործունեությունը այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներից Հայաստանը պաշտպանելու համար եւ այդ պայմաններում ենթադրել, որ իշխանությունները կառաջնորդվեն ընտրական օրենսգրքի բոլոր կանոններով, ասենք թեկուս նախընտրական քարոզչությունը սկսելուց հետո, երբ որ արդեն որոշակի իրավական նոր մեխանիզմներ են գործադրվում, կարծում եմ միամտություն է։ Դրա համար ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե կուսակցությունները ինչ քանակությամբ են մասնակցելու ընտրություններին, ինչ նախընտրական ծրագրեր են ունենալու բովանդակային առումով, եթե նրանք իրապես նպատակ են դրել, որպիսի այս իշխանությունների այս ընտրությունների միջոցով ձերբազատվեն այսօրվա իշխանություններից, իրենք մի քանի քայլեր պետք է ձեռնարկեն։ Առաջին հիմնական քայլը իմ կարծիքով կայանում է նրանում, որպեսզի ընտրազանգվածին բացատրել, որ մենք եվրոպական երկիր չենք եւ հունիսի 7-ով չի վերջանալու իշխանությունից ազատվելու գործընթացը։ Այդ գործընթացը պետք է սկսվի շատ ավելի շուտ։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն փողոց դուրս գալու դեռ մինչև հունիսի 7-ը։ Եվ հունիսի 7-ից հետո էլ պաշտպանելու իրենց քվեն։ Դեռ ես խոսում եմ մինչև հունիսի 7-ի փուլի մասին, համաձայն եմ միանշանակ, որ նույնը պետք է լինի նաև հունիսի 7-ից հետո։ Հունիսի 7-ից հետո իդեպ ընդգծենք, որ լեգալ իշխանափոխությունը, եթե հունիսի 7-ը անցնում է այնպես, ինչպես որ մենք կցանկանայինք եւ այսօրվա դավաճան իշխանությունները այլևս չեն ունենա ժողովրդի որևէ քվե իշխանությունը պահելու համար, միևնույն է հունիսի 7-ի ընտրություններից հետո այսօրվա գործող վարչապետը մնալու է իր աթոռին մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, երբ ավարտվում է այս 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունները եւ այդ ընթացքում էլ կարող են բազմաթիվ ապօրինի գործընթացներ տեղի ունենալ, բայց եկեք անդրադառնանք առաջին փուլին։ Առաջին փուլում բնական է, որ բոլոր են կուսակցությունները, որոնք որ հայտ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, ես առնվազն 4 մեծ քաղաքական ուժ տեսնում եմ, որոնք որ նման հայտ ներկայացրել են, իրենք պետք է իրար հետ համաձայնություն ունենան, որ անհրաժեշտության պարագայում, երբ որ տեղի են ունենում ակնհայտ ապօրինի միջամտություններ ընտրական գործընթացին, նորից եմ կրկնում, խոսքը մինչև հունիսի 7-ի փուլի մասին է, իրենք պետք է միասնական կարողանան գործել։ Ցավոք սրտի ընդդիմության միջև, հատկապես տիտղոսային ընդդիմության միջև համաձայնություններ շատ հազվադեպ է պատահել, որ եղել են եւ եղել են հարցերով, որոնք որ շատ առանցքային նշանակություն երկրի Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար չեն ունեցել, բայց գոնե այս կարճ ժամանակահատվածում իրենք պետք է իրենց մեջ այդ քաջությունը ունենան վեր կանգնելու իրենց անձնական ամբիցիաներից եւ այլնից, որպեսզի կարողանան այս ժամանակահատվածում միասնական գործել, եթե նրանցից որևէ մեկի դեմ, քաղաքական այն ուժերից որևէ մեկի դեմ, որոնց իրական նպատակն է իշխանափոխությունը,
այդ պարագայում միասնական գործելու։ Ձեր Առանց ասածը դրա հնարավոր չի լինելու հասնել այնպիսի իրավիճակի, որ Փաշինյանը եւ իր ԿՊ-ական մեծամասնությունը չգնա ել ավելի մեծ խախտումների։ Իսկ այդ խախտումները, ինչպես դուք արդեն նշեցիք, արդեն իսկ արկա սկսվել են իհարկե։ Երկու օրինակ բերենք հերոստատիտողին առավել հասանելի, մատչելի դարձնելու ձեր ասածը, պարոն Պողոսյան։ Առաջինը այն է, ինչի մասին այս վարչախմբի գրպանային ճակերտյալ իրավապաշտպանները արդեն քանի ամիս է ահազանգում են։ Ուժերից կոնկրետ մեկի ենթադրյալ չգրանցման մասին է խոսքը, իբր նախընտրական հիմնադրամի ինչ-ինչ ենթադրյալ ֆինանսական չարաշահումների հետքերով գնալով օրեր առաջ քննչական կոմիտեն այդպիսի մի հաղորդագրություն տարածեց, հիշում եք, որ արտաքին հետախուզական ծառայություն ահեղադղորդ անվանումը ստացած ինչ որ անհասկանալի կառույցը եւս խոսեց նմանատիպ սպառնալիքների մասին, իրական սպառնալիքները թողած ահա թե ինչով են զբաղվում, եւ նաեւ կարծես քարոզչական տեղեկատվական հիմք են նախապատրաստում այս պահին ֆավորիտ ընդդիմադիր ուժի կամ չգրանցման կամ գրանցման հետո այդ գրանցումը կասեցնելու չեղյալ համարելու համար, սա մեկ ռիսկ, բայց այդ դեպքում մեր ընդդիմությունը այո շատ արագ պետք է կողմնորոշվի եւ ոչ թե ձերքերը շփի մտածելով որ իր ընտրազանգվածը մեծացավ, այլ ճիշտ հակառակը։ Եվ երկրորդ, անցած տարի սրանք ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը փոփոխեցին այնպես, ըստ որի նույնիսկ քվեարկության ավարտից հետո արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում այդ քվեարկության արդյունքները կարող են չեղարկվել։ Սա աննախադեպ խայտարակ մի կարգավորում է։ Այստեղ եկեք երկրորդից սկսենք, Փառք Աստծո, այդ օրինագիծը չի ընդունվել։ Այդ օրինագիծը չի ընդունվել եւ առաջին ընթերցումով անցավ, առաջին ընթերցումով իրենք քննարկեցին, բայց մինչ այդ կար Վենետիկի հանձնաժողովի խիստ բացասական կարծիքը, երբեմն այս իշխանություններն են հետևում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին կամ խորհրդատվական կարծիքին, ամեն դեպքում Փառք Աստծո նման իսկապես խայտարակ օրինագիծը չի ընդունվել եւ գործող օրենք չի։ Եթե նման օրենք լիներ, ապա ընդհանրապես անիմաստ էր ընտրություններին մասնակցելը, որովհետև այդ օրինագիծը հետեւյալն էր նախատեսում, որ նույնիսկ եթե քվեարկությունը ամբողջությամբ ավարտվել է եւ նույնիսկ եթե ավարտվել է քվեարկության արդյունքների ամփոփումը եւ այդ պահին արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա այդ ընտրությունը ըստ էության չեղարկվում է արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո, երբ որ տեղի են ունենում արդեն նոր ընտրություններ, արդեն այդ նախորդը չկա, պետք է արդեն, այսպես ասած, նորից սկսենք այդ գործընթացը։ Միայն այն փաստը, որ իշխանության մտքով նման բան է անցել, նման առաջարկ է ներկայացրել ազգային ժողով, հասել է ազգային ժողով, այսինքն դեռ կառավարության կողմից ներկայացված օրինագիծ, հանրային քննարկումներ, Վենետիկի հանձնաժողով ու հասել է ազգային ժողով, արդեն ցույց է տալիս մեկ անգամ եւս, իհարկե սա օրինակներից միայն մեկն է, բայց շատ ցայտուն է, թե ինչ դեմք ունի այսօրվա իշխանությունը։ Հասել է եւ առաջին ընթերցումով էլ ընդունվել փաստորեն։ Եվ բայց չի ընդունվել։ Բայց ուժի մեջ չէ, երկրորդ ընթերցում չի անցել։ Չէ, ինքը չի ընդունվել, բնականաբար օրենքը պետք է երկրորդ ընթերցումով էլ ընդունվեր եւ հանրապետության Հիմա կարող է այս 2.5 ամսում շատ արագ գործեն եւ ընդունեն նաեւ երկրորդ։ Ես չեմ կարծում, որ դրան գնան, որովհետեւ իրենք ամենայն հավանականությամբ մտածում են այն սցենարի մասին, որը դուք հիշատակեցիք։ Առաջին սցենարը։ Այսինքն արհեստական շինծու, ուրեմն տարբեր տեսակի գործողություններով, մեղադրանքներով փորձեն խոչընդոտել ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական ուժի, չեմ բացառում նաև այլ ուժերի նկատմամբ նման բան կիրառվի, գրանցման խոչընդոտումը։ Իհարկե գրանցելու համար լրիվ ըստ ընտրական օրենսգրքի ձևական պայմաններ են նախատեսված։ Միանգամից չգրանցելը բավականին բարդ է լինելու նույնիսկ այսօրվա ապօրինի իշխանությունների համար, բայց հետագայում, երբ որ հատկապես նախընտրական քարոզչության փուլն է, ամենափոքր արդեն խախտումը նրանք կարող են օգտագործել, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնա իշխանության թելադրանքով, որպիսի այդ կուսակցության կամ դաշինքի գրանցումը
կամ անվավեր ճանաչեն, կամ ուժը կորցրած ճանաչեն։ Եվ այդ պարագայում մենք նման սցենար տեսել ենք Մոլդովայում, եվրոպական կառույցները ուղղակիորեն մատնանշում են դա, խոսում են ինչ-որ հիբրիդային սպառնալիքների մասին, բնականաբար նկատի ունեն Ռուսաստանին, այն պարագայում, երբ որ արևմտյան տերությունները եւ Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակիորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի ներքին ընտրական գործընթացներին, ուղղակիորեն արտահայտում են իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Հիմա հարց է առաջանում, ով է միջամտում Հայաստանի ընտրական գործընթացին։ Այդ անվտանգության ծառայությունը Հայաստանի անունն էլ նույնիսկ չեմ ուզում ամբողջությամբ արտաբերել, անհասկանալի մի կառույց, երբ որ նման հայտարարություններ է անում, ինչու առաջին հերթին արևմտյան միջամտության հետքը չի տեսնում, այդտեղ նույնիսկ հետախուզական որևէ վերլուծական ընդունակության կարիք էլ չկա։ Ակնհայտ Եվրոպական միությունը, Եվրոպական պարլամենտը, Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան անձինք իրենց ուղղակի աջակցություն են հայտնել այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարը դա է նշել։ Հիմա Թուրքիային, Ադրբեջանին կանդրադառնանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելեց Հայաստան, ուղղակիորեն ասաց այդ մասին։ Թուրքիան, Ադրբեջանը բնական է, որովհետև տեսեք, մի քանի տարի առաջ ես կեսկատակ, կեսլուրջ ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանական Հանրապետության դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա իր այդ լիազորությունները դեսպանի այնքան են մեծացել, որ ինքը իսկապես ուղղակիորեն խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի լեզվով։ Այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի սահմանադրությանը, Նախաբանին, խորհրդանիշներին, Արարատ լեռանը, պատմությանը, ցեղասպանությանը, Արցախահայությանը, դրանք բոլորը թուրքական եւ ադրբեջանական խոսույթներ են։ Եվ այս պարագայում ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ եւ այդ ուժերը, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, եւ Եմեն, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակիորեն աջակցում են այս մարդուն։ Հիմա եթե մենք ունենք ինքնուրույն, անկախ հետախուզական ծառայություն, իրենք այդ մասին չեն խոսում, չեն տեսնում, աչքները ականջները փակել են, բայց խոսում են ինչ-որ հիբրիդային սպառնալիքների մասին, ինչ-որ մի անհայտ երկրի մասին։ Անհայտ այդքան էլ քաջություն, համարձակություն չունեն երկրի անունը տալու։ Այդ երկրի անունը տալու։ Հիմա այդ պարագայում բնական է, նորից եմ կրկնում, որ եթե մինչև հունիսի 7-ը իսկապես այն մտավախությունները, որ մենք բոլորս ունենք իրականանան, ընդդիմադիր ուժերը պետք է միասնական գործեն։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ կատարյալ սխալ կլինի մեկ այլ ընդդիմադիր ուժի կողմից մտածելը, որ ահա ամենակարևոր կամ ամենակարևոր հակառակորդներից, գործընկեր հակառակորդներից մեկը չի մասնակցում, իմ շանսերը մեծացել են, ընդհակառակը։ Դու այլևս որևէ շանս չես ունենալու այդ ընտրություններով, որովհետև իրենք եթե քեզ ընտրապայքա մեկին հանեցին, քեզ էլ են հանելու, մյուսին էլ են հանելու։ Կարող է նույնիսկ դրա կարիքը չլինի էլ, եթե ամենամեծ ընդդիմադիր ուժը ընտրություններին չի մասնակցում։ Եվրամիությունը այնքան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում առաջիկա ընտրությունների հանդեպ, որ շաբաթ չկա, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը այդ թեմայով չարտահայտվի։ Այս օրերին, այս րոպեներին, երբ մենք զրուցում ենք, Եվրամիության հարավային Կովկասով բարձր ներկայացուցիչ Մարտակոսն է Երևանում եւ այս վարչախմբի ներկայացուցիչների հետ է հանդիպում եւ առանցքում այդ թեման է։ Սրանք մի էժանագին ստի դիմեցին, երբ ամիսներ առաջ ասացին, թե Եվրամիությունը ինքն է հանձնառություն ստանձնել Հայաստանին օգնելու այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ։ Պարզվեց սրանք էին դիմել։ Ազատություն ռադիոկայանը գաղտնազերծեց փետրվարով թվագրվող մի փաստաթուղթ, երբ Արարատ Միրզոյանը դիմում է Եվրամիության բարձր հանձնակատարին, խնդրելով Եվրամիության քաղաքական, դիվանագիտական, բարոյական եւ ֆինանսական աջակցությունը 15 միլիոն եվրո են տալիս ու գումարած դրան նաեւ խումբ են ուղարկում այստեղ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքները իբր կանխարգելելու համար։ Հիմա պարոն Պողոսյան, բացահայտ, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, բացահայտ միջամտությունը կա, ինչ որ ենթադրյալ չերևացող միջամտության դեմ։ Այսինքն բացահայտ միջամտությունը կա, դա միջամտություն չի, բայց այն ինչ որ ապացուցված չի, ինչ որ քիմերային միֆականացված մի բան է, դա դրա իրավացիության մեջ է։ Ամբողջ իրավիճակի հեգնանքը դրանում է կայանում, որ իսկապես կա ակնհայտ, բացահայտ
անթաքույց միջամտություն ընտրական գործընթացներին եւ որպիսի իբր չեզոքացնեն միջամտությունը Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացներին, հրավիրում են այն մարդկանց, որոնք որ ուղղակիորեն միջամտում են այդ գործընթացներին։ Այստեղ մեկնաբանությունները իսկապես ավելորդ են։ Ինչ վերաբերում է մինչև հունիսի 7-ը գործընթացներին, ապա անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ հիմնական ընդդիմադիր ուժերը գրեթե միասնական են Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքականությունը մերկացնելու հարցում առանձին հատվածներով, առանձին ոլորտներով հատիկ առ հատիկ ցույց է տրվում, թե ինչ արհավիրքներ է բերել մեր երկրին, հայ ժողովրդին այս իշխանությունը 2021 թվականի ընտրություններից հետո։ Սա կարևոր ուրեմն գործ է, որը որ ընդդիմությունը պետք է անի։ Բայց ընդդիմության համար շատ ավելի կարևոր է իմ կարծիքով, ընդդիմադիր բոլոր այն կուսակցությունների, որոնք մասնակցում են ընտրություններին, որպեսզի իրենք կարողանան մի քանի կարևորագույն հարցերի տալ ճիշտ պատասխան, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան, երբ որ մենք ունենք թուլացած Հայաստան, երբ որ մենք ունենք Ադրբեջանի կողմից չզսպված հավակնություններ ամբողջ Հայաստանի նկատմամբ, երբ որ մենք ունենք Արցախահայություն, որը տեղահանված է իր հազարամյակների բնորանից, եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանը իրականում չունի իրական դաշնակիցներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը հեռու են եւ բնականաբար այն սպառնալիքի դեպքում, որը որ իրականում արկա է Հայաստանի նկատմամբ, իրենք որևէ մեկը չեն շտապելու գալ Հայաստան, Հայաստանին օգնել։ Առանձնապես ցանկություն էլ չունեն Հայաստանին։ Ցանկություն չունեն, բնականաբար, եւ ասենք նույն հիմա ընթացող պատերազմը Իրանի դեմ ցույց է տալիս, թե ինչքան միասնական է ճակերտների մեջ հեգնանքով Արևմուտքը այս հարցում կամ Եվրոպական միությունը, այսինքն որևէ մեկը այդ տերություններից չի գալու Հայաստանին օգնության։ Եվ բնականաբար այստեղ արդեն մեր բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, ուժերը պետք է իրենց տեսլականը ներկայացնեն։ Մի քանիսը արդեն ներկայացրել են, դա շատ ողջունելի է, պետք է ավելի կոնկրետացնել, որպիսի մարդկանց գլուխներից, ուղեղներից հանվի այն վախը, թուլությունը, որը որ մտցրել է այս իշխանությունը, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան թե գնալ հանձնվելու թուրքերի ու ադրբեջանցիների ողորմածությանը։ Ալիևին որպես աշխարհի տիրակալ ներկայացնելու սրանց քաղաքականությունը։ Այո, եւ բանը հասել էր նրան, որ Հայաստանի վարչապետը Եվրոպական պարլամենտում շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Դրանից առաջ էլ նախագահ կոչեցյալներ շնորհակալություն հայտնել Ալիևին նրա իսկ ներկայությամբ։ Այո, այսինքն Հայաստանի ամբողջ իշխանությունը, գործադիր իշխանությունը առնվազն ուղղակիորեն շնորհակալ է Ալիևին այն բանի համար, որ մենք այսօր չունենք Արցախ, որ այսօր ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն օկուպացված տարածքներ կան Հայաստանի Հանրապետության եւ մենք այս պայմաններում շնորհակալություն ենք հայտնում Ալիևին եւ պատրաստվում ենք ելի տարածքներ հանձնելու։ Եկեք անկլավների հարցը չմոռանանք, անկլավների հարցը Ադրբեջանը չի մոռացել, ինքը օրակարգում է, պարզապես ժամանակին ամեն ինչ։ Ոչ միայն անկլավները, իրենց քարտեզները նայենք, պարոն Պողոսյան, որտեղ Հայաստանի կեսը Սևանի արևելյան ափով, Տավուշով, Սյունիքով, Վայոց ձորով Արևմտյան Ադրբեջանի օրակարգը իրենց համար ռեալ քաղաքական օրակարգ է, ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը դրա հետ կապված։ Վերջերս Նիկոլը հայտարարեց, որ եթե մենք Արցախի Հանրապետություն ենք ասում, դրանով պատերազմ ենք ուրեմն ցանկանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Ալիևը ունի բոլոր իրավունքները հստակ ասելու, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրականում հայերի տարածքը չէ, դա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տարածքն է, դա պատերազմի քարոզ չէ, դա միայն խաղաղության ուրեմն քարոզ է, բայց եթե ինչ որ մեկը Հայաստանի Հանրապետությունում ասում է Արցախի Հանրապետություն կամ Արցախի պատմության վերաբերյալ գիրք է նվիրում
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին կամ երբ որ կրոնական ծեսերի ժամանակ հնչում է Արցախի Հանրապետության անունը, դա պատերազմի քարոզ է։ Հիմա միայն այս փաստերը հստակ են ցույց տալու համար, թե ով է իրականում Հայաստանի Հանրապետության թշնամին, ով է Հայաստանի Հանրապետության շահերը պարզապես նվիրում թշնամի պետություններին եւ ովքեր են այն մարդիկ, որոնք որ դեմ են դուրս գալիս նման բաներին։ Ընդհանուր առմամբ Փաշինյանի եւ Ալիևի թիրախները նույնական են։ Մեր պատմական հիշողությունը, հայերի հավաքական ինքնությունը, Արցախը, ցեղասպանության հիշողությունը եւ այլն։ Բայց մի կարևոր թիրախել ունեն երկուսն էլ։ Դա Հայաստանի սահմանադրությունն է, հատկապես նրա նախաբանը, որտեղ հղում կա անկախության հռչակագրի։ Այո, Աշխարհում հավանաբար, պարոն Պողոսյան, անհնար է պատկերացնել երկրորդ պետության առաջնորդի, որը իր իսկ ղեկավարած պետությունը կանվանի չպետություն։ Եվ կասի, թե այն փաստաթուղթը, որով հռչակվել է այդ պետությունը, իր բնույթով կոնֆլիկտային է։ Տասնյակ հռչակագրեր իր այդ հիմար արտահայտությունից հետո ես կարդացել եմ թարգմանաբար անգլերեն։ Եվ դրանք բոլորը այդ պետությունների անկախացման, այսինքն մետրոպոլիայից անկախացման, Միացյալ Նահանգներից սկսած ի դեպ, հետևաբար իր իսկ տրամաբանությամբ կոնֆլիկտային փաստաթղթեր են։ Ինչ է նշանակում մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտային փաստաթուղթ է։ Իսկ դու ով ես, դու ո՞ր պետության առաջնորդն ես։ Տեսեք, այստեղ իսկապես բարոյականության այնպիսի անկում է, որը մոտավորապես ես կհամեմատեի հետևյալ իրավիճակով։ Դու ծնվել ես, ունես ծննդյան վկայական, այնտեղ գրված է, որ դու հայ ես ազգությամբ, հիմա դու դարձել ես 18 տարեկան, քեզ պետք է անձնագիր տան, եւ դու այդ անձնագրում ասում ես, այն որ ընդ գրված է հայ ազգությամբ եւ այլն հեչ կարեւոր չի, որ ընդ գրված է, ասենք թե Պողոս Պետրոսյան կարեւոր չի։ Հիմա 18 տարեկան եմ ես դառել, եկեք իմ անունը դնենք Հասան, չգիտեմ, Սալեմ Օղլի եւ ազգությունն էլ գրենք ադրբեջանցի։ Հիմա տեսեք, անկախության հռչակագիրը պատկերավոր ասած քո ծննդյան վկայականն է։ Դու դրանով ես ծնվել որպես պետություն։ Շատ ճիշտ եք նկատում, հիմա ինքը ասում է, որ մենք չպետություն ենք, որովհետեւ ինքը ասում է, որ այդ փաստաթուղթը սխալ փաստաթուղթ է։ Մենք ապօրինի ենք ծնվել, ստացվում է ըստ Փաշինյանի տրամաբանության։ Սահմանադրությունը արդեն քո անձնագիրն է։ Արդեն դու այդտեղ որպես պետական կառույց, քո պետական բոլոր մեխանիզմներով, քո իրավունքներով, դատական համակարգով եւ այլնով արդեն ձևավորվում ես որպես մի այնպիսի կառույց, որը ստեղծված է քո երկրի, քո ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Հիմա Փաշինյանը ուղղակիորեն արդեն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության, նորը շեշտում եմ, որովհետև նորը ստեղծելու որևէ կարիք չկա եւ ակնհայտ է, որ այդ նոր սահմանադրությունը իրենք հնարել են մենակ այն բանի համար, որ նախաբանից հանեն անկախության հռչակագիրը։ Այսինքն Հայաստանի գործող հանրապետությունը վերացնեն, պարոն։ Իհարկե, ոչ հռչակագիր է լինում, ոչ այն հանրապետությունը, որը որ ստեղծվել է 1990 թվականին Հայաստանի անկախության մասին հռչակագրով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերացնել։ Դա ուղղակիորեն Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունն է։ Եվ դա նույնիսկ իդեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն շղթում, այս 3 երբ որ Գաբարդը ներկայացնում էր այդ փաստաթուղթը իրենց հետախուզական տվյալների, շատ ուղիղ այդտեղ այդ փաստաթղթում ասվում է, որ դա Ադրբեջանի պահանջն է։ Շարունակությունն է սահմանադրությունը եւ ասացին, որ երաշխավորված չէ հանրակրվեի։ Այո, եւ վտանգի տակ է, որ այդ սահմանադրությունը կընդունվի։ Դա լավ լուրն է մեզ համար։ Բնականաբար, եւ այս ընտրությունները հենց այն մասին են, ես դա մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կուզենամ ընդգծել, այս ընտրությունները այն բանի մասին են, թե մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե չենք ունենալու Հայաստանի Հանրապետություն։ Թե ունենալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Հայաստանի եւ չհայաստանի այլընտրանքի խնդիրն է, որովհետեւ եթե այս իշխանությունը վերարտադրվեց եւ բնականաբար փոխելու է վերարտադրելուց հետո արդեն որևէ կասկած չկա, որ ինքը ընդունելու է այն սահմանադրությունը, որը որ արդեն
տրորել անցել է իր ծննդյան վկայականի վրայով, դա արդեն Հայաստանի Հանրապետություն չի լինելու առնվազն իր բովանդակությամբ, իր իմաստով։ Եվ հետևաբար այստեղ բնականաբար մեր բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք մասնակցում են այս ընտրություններին եւ որոնք ռեալ շանսեր ունեն հաղթահարելու արգելապատնեշները եւ լինելու ազգային ժողովում, իրենք պետք է այս հարցին բովանդակային առումով միշտ անդրադառնան եւ մարդկանց բացատրեն, որ խնդիրը իսկապես գոյաբանական է։ Նոր սահմանադրություն կոչվածը դա Հայաստանի Հանրապետության ավարտն է նշանակում։ Իդեպ իրենք այդքան էլ իշխանությունները չեն կասկածում, որ եթե հենց հիմա դա ներկայացնեն, ավելորդ բարդություններ են իրենց համար ստեղծելու, փորձում են երկարաձգել այդ ժամանակը։ Ընտրություններից հետո են թողել, խոստովանել են։ Եթե ուշադրություն դարձրեցիք, վերջերս Արդարադատության նախարարը ասել էր, որ դեռ նախաբանը մենք չենք գրել։ Մենք նոր սահմանության տեքստը ունենք, բայց նախաբանը դեռ չենք գրել։ Օրեր առաջ պարզվեց, որ նախաբան չի լինելու։ Կլինի թե չի լինի, էլ արդեն էական չի։ Եթե նախաբան չլինի, այդ նոր կոչված սահմանադրության տեքստում, նշանակում է, որ դու քո ծննդյան վկայականը այրել դեն ես գցել, դու չունես անկախության հռչակագիր, դու այլևս այն պետությունը չես, որը հիմնադրվել է 1990 թվականին։ Ես ցավալիորեն հիշում եմ, թե ինչպես սրանց կամակատարն ու խամաճիկը դարձած սահմանադրական դատարան հորժորժվող կառույցի անդամների բացարձակ մեծամասնությունը 1-2 բացառությամբ մի անպատիվ արտահայտություն իրեն թույլ տվեց պատճառաբանական մասում այդ որոշման զավակին խժռող ծնող։ Այսպես էին որակել անկախության հռչակագիրը։ Այո։ Ես ոչ իրավաբանս գիտեմ, որ մեր սահմանադրական բլոկի հիմքն է անկախության հռչակագիրը, որովհետև դրանում է առաջին անգամ գրվել սահմանադրություն բառը եւ հանձնարարական է տրվել Գերագույն խորհրդին կազմելու այդ եւ հետագա բոլոր սահմանադրությունները, այսինքն դու դա վերացնես թե չվերացնես, գնահատական տա սահմանադրական դատարանի որոշմամբ թե ոչ, դու չես կարող այն չեղարկել։ Մեկ պարզ պատճառով, որովհետեւ այդ փաստաթղթով հիմնված պետության մարմիններից մեկն ես դու, սահմանադրական մարմինն ես։ Դու կաշկանդված ես այդ անկախության հռչակագրով։ Իհարկե, դու քեզ փոխել, դու ոնց կարող ես անկախության հռչակագիրը չեղարկես։ Դու կարող ես սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ փոխես, բայց այն ինչը որ ամրագրված է անկախության հռչակագրում, այն համազգային նպատակները, որոնք որ ամրագրված են այդ անկախության հռչակագրում, դրանք անփոփոխելի են, անանցելի արժեքներ են, եւ եթե դու հրաժարվում ես դրանից, դու արդեն կապը կտրում ես այդ հանրապետության հետ, այդ պետության հետ, ստեղծում ես մեկ այլ հանրապետություն։ Նորից պատկերավոր ասած, երբ որ դու քո ծննդյան վկայականը կեղծում ես, դու արդեն ասում ես, որ քո ծննդյան փաստը դու լրիվ այլ լույսի ներքո ես վերագնահատում եւ անջատվում ես այդ քո ծննդյան փաստից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուրեմն առնվազն 3 պատերազմ բերելով հայ ժողովրդի գլխին, հանձնելով Արցախը, հանձնելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, պատրաստվելով շարունակել այդ հանձնումը այն պատրվածքով, որ իբր դրանք խորհրդային միության ժամանակ եղել են անկլավներ եւ դրանք մերը չեն, հիմա նաեւ ցանկանում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հանձնել։ Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային պետություն ըստ էության վերանում է։ Տեսեք, անկախության հռչակագրում կա առնվազն 2 առանցքային դրույթ, որոնք որ մեր համազգային կոնսենսուսի արդյունքն են եղել միշտ հարատևորեն։ Դա ցեղասպանության ճանաչումն է, ցեղասպանության միջազգային ճանաչման համար պարտականություն Հայաստանի Հանրապետության հանրային իշխանություններին, որպեսզի ջանքեր գործադրեն միջազգային ճանաչման համար եւ Արցախահայության իրավունքներ։ Հիմա այդ երկուսից ինքը հրաժարվում է։ Արցախի Հանրապետությունը անունը ասելը արդեն նշանակում է Փաշինյանի համար պատերազմ։ Ապրիլի 24-ի հետ կապված ես այնքան էլ վստահ չեմ, որ իրենք ինչ որ միջոցառումներ են հուշահամալիրը կիսավեր վիճակում է հիմա միտումնավոր եւ ակնհայտ է, որ այս ամենը արվում է միայն Թուրքիային ու Ադրբեջանին գոհացնելու համար։ Գիտեք, ես շատ հակասական զգացողություններով եմ այսօր կարդում մեր 12-րդ գումարման ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա եւ
անկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի նիստերի արձանագրությունները կամ դրանց մասին վկայությունները։ Շատ ուշագրավ է հատկապես, որ 12 հոդված պարունակող անկախության հռչակագրի հոդվածներից յուրաքանչյուրը առանձին քվեարկությամբ է ընդունվել եւ հատկապես 11-րդ հոդվածը, որով հայկական ԽՍՀ-ն կամ Հայաստանը սատար է կանգնում Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանում, շատ կարեւոր է այդ ձևակերպումը, ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, շատ մեծ քննարկումների տեղիք է տվել օրվա իշխանությունը ՀՀՇ-ն դժկամությամբ է ընդունել այս հոդվածը, բայց օրինակ կոմունիստները շատ ավելի մեծ ողջավորությամբ են ընդունել այդ հոդվածը։ Ուզում եմ հիշեցնել, որ դրանից 2 տարի առաջ 88 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել եւ դատապարտել էր հայոց ցեղասպանությունը 88 թվականին։ Հետևաբար նույնիսկ խորհրդային բռնատիրության վերջին փուլում վերարտնացած ազգային հիշողությունը, որ այնքան կարևոր է մեզ համար, թվում է թե անկախ պետության գոյության պայմաններում պետք է ընդհանրապես որևէ խոչընդոտ չլիներ դրա իրացման համար, պարոն Պողոսյան, բայց այս պարագլխի, այս վարչախմբի եւ նրա պարագլխի դրամաբանությամբ մեր ծննդյան վկայականը, մեր կադաստրի թուղթը Ադրբեջանն ու Թուրքիան պիտի տան, ոչ թե ՄԱԿ-ը, ոչ թե համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան պիտի տան մեր կադաստրի վկայականը։ Այո, ցավոք սրտի այդպես է, իդեպ Արևմտյան Հայաստան բառերի ավելացումը տեղի ունեցել հետագա փուլում, նախնական տարբերակում դա չկար, բայց ի պատիվ եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ ՀՀՇ-ի մեջ գտնվող կամ ՀՀՇ-ին սատարող բազմաթիվ քաղաքական գործիչների այդ բառը նույնպես մտցվեց նախաբանի մեջ, որովհետեւ ցեղասպանությունը իրականում տեղի է ունեցել ոչ միայն եւ ոչ առաջին հերթին, ասենք Կոստանդնուպոլսում կամ այսօրվա Թուրքիայի Հանրապետության այն տարածքներում, որոնք որ Արևմտյան Հայաստան չեն, այլ հենց բուն Արևմտյան Հայաստանում։ Եվ տեսեք, ցեղասպանության հետ կապված խնդիրը իրականում նաև այն է, որ ըստ էության այսօրվա իշխանություններն ասում են, որ պատմությունը որևէ նշանակություն չունի քո ինքնության կայացման գործում։ Թե դու հիմա քեզ ինչ ես զգում, որևէ նշանակություն չունի։ Թե դու ինչ պատմություն ես ունեցել, ելի որևէ նշանակություն չունի։ Եվ եթե դու ցեղասպանության ճանաչումից հրաժարվելով հրաժարվում ես նաև քո ազգային խորհրդանիշներից, դրանով դու ընդհանրապես ուղերձ ես հղում մարդկությանը, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ազգային պետություն չի, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես իր արժև նպատակ է դրել սովից չմեռնելու, Հայաստանի Հանրապետությունը, եթե ինքը ֆիզիկապես գոյություն ունենա, ինքը բավարարված է իրեն զգալու այս աշխարհակարգի պայմաններում, մենք որևէ հավակնություններ չունենք, մենք պետք է կարողանանք հաշվի նստել ուժեղների կարծիքի հետ, նրանց կարծիքին համընթաց կառուցենք մեր կյանքը։ Սա է Հայաստանի տեսլականը ըստ Նիկոլ Փաշինյանի։ Նման տեսլականով երկիր չի կարող գոյություն ունենալ։ Թույլերին ուժեղները միշտ խժռելու են։ Եվ մանավանդ այսօրվա աշխարհակարգում, երբ որ միջազգային իրավունքի բազմաթիվ մեխանիզմներ այլևս չեն գործում, դու չես կարող պարզապես խաղաղություն գոռալով, խաղաղության պայմանագիր փաստաթուղթը նախաստորագրելով ասես, որ ես խաղաղություն եմ բերել հայ ժողովրդի համար։ Այդ խաղաղությունը ընդհանրապես ժամանակավոր դադար է հաջորդ պատերազմից առաջ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի գործունեությունը շարունակվի Հայաստանի Հանրապետությունում այս տարի էլ, միանշանակ է ինձ համար, որ մենք խաղաղություն չենք ունենալու։ Խաղաղությունը լինում է միայն այն ժամանակ, երբ որ կա ուժերի հավասարակշռություն։ Դու կարող ես խաղաղ պայմաններում ապրես քո թշնամի հարևանների հետ միայն այն պարագայում, երբ որ դու ունես ուժերի հավասարակշռություն նրանց հետ։ Ուժերի հավասարակշռություն ունենալու համար էլի մեր ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, պետք է ներկայացնեն իրենց տեսլականները։
ինչ որ էվրիկա հայտնագործելու այստեղ բանել չկա, բայց իրենք պետք է հստակ կարողանան բացատրել մեր ժողովրդին, որ եթե դու թույլ պետություն ես, դու չես կարող խաղաղության մեջ ապրել, դու չես կարող քեզ խաբել, ինքնախաբեությամբ զբաղվել, ասելով, որ տեսեք, ես այլևս Արցախի Հանրապետություն անունը չեմ ասում, ես ցեղասպանության միջազգային ճանաչման մասին նույնիսկ չեմ էլ մտածում, ցեղասպանություն եզրույթն էլ չեմ էլ օգտագործում, ես նաև մեր առաքելական եկեղեցուն եմ ասում, որ դուք էլ այդպես բաներ մի ասեք, երբ որ ծիսակատարություններ եք անում, պատարակներ եք մատուցում եւ այլն, ու դրանով ինքնախաբեությամբ զբաղվել ու մեր ժողովրդին էլ հավատացնել, որ դրանով խաղաղություն է գալու, դա պարզապես միամտություն է եւ անդիմադիր մեր դաշտը պետք է կարողանա հստակ, պարզ փաստարկներով ցույց տալ այդ խաբեությունը եւ ցույց տա ճանապարհները։ Մեր զրույցը մենք ինչպես կարելի է հասնել իսկապես կայուն խաղաղության, արժանապատիվ խաղաղության։ Զրույցի սկզբում մենք խոսեցինք Հայաստանում սահմանադրական կարգի տապալված լինելու հանգամանքի մասին։ Ինձ այս ամբողջ խճանակարի մեջ, պարոն Պողոսյան, ամենաշատը մտահոգում է հակակշիռների եւ զսպումների համակարգի խարխլված բնույթը։ Երբ վարչախմբի պարագլուխը տոտալ վերահսկողություն է հաստատել իշխանության բոլոր 3 թևերի հանդեպ, շատ չնչին բացառություններով։ Երբ թվում է ճիշտ հակառակը, օրենսդիր մարմինը պետք է ըստ սահմանադրության վերահսկեր կառավարության գործունեությունը, ըստ նրա ծրագրի իր իսկ հաստատած, իսկ դատական համակարգի հետ նա ընդհանրապես պիտի որևէ առնչություն չունենար։ Այդ բռնաճնշումները, ապա եւ փաստորեն տոտալ վերահսկողությունը աստիճանաբար սկսվել եւ խորացել են 2018-ից ի վեր։ Եվ հիմա կրկնում եմ, չնչին բացառություններով դատական համակարգի հատկապես սահմանադրական եւ քրեական արդարադատության նկատմամբ նա ուղիղ վերահսկողություն է իրականացնում։ Նա ուղիղ վերահսկում է բարձրագույն դատական խորհուրդը։ Որևէ խելամիտ մարդ չկա, չէ, որ կարծի, թե Սամվել Կարապետյանը հիմա որևէ հանցանքի համար է, ասենք տնային կալանքի, նախկինում բանտային կալանքի տակ։ Որևէ խելամիտ մարդ չի պնդի, չէ, որ Միքայել arczepiskopos Աչապահյանը հանցագործ է այդ պատճառով ամիսներ շարունակ անցկացրեց Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, բայց ինձ այլ բան է մտահոգում, պարոն Պողոսյան, որ մեր հասարակությունը այս երևույթները, այսինքն մեկ անձի կողմից արդարադատության տոտալ բռնաբարումը եւ ինքնիրավչությունը սկսել է ընկալել որպես նորմա։ Այսինքն մարդիկ մի կողմից հասկանում են, որ ինքը ինքնիրավչությամբ է զբաղվում, բայց ինչ որ արդարացումներ են փորձում գտնել դրան։ Թող չխոսեր, թող իրեն ճիշտ պահեր, թող չհակադրվեր։ Այսինքն գրված օրենքը, սահմանադրությունը, մեր իրավանորմերը թողնենք մի կողմ, առաջնորդվենք ըստ մեկ անձի քմահաճույքների։ Ցավոք սրտի ճիշտ եք նկատում, իսկապես հանրության մի ստվար զանգված համակերպվել է այս իրականության հետ, բայց ես առաջին հերթին պատասխանատվությունը այդ զանգվածի վրա չէի դնի, այլ մեր ընդդիմադիր դաշտի վրա, բոլոր այն մարդկանց վրա, որոնք հանրային խոսք ասելու իրավունք ունեն, որոնք խոսում են, որպեսզի այդ ամենը բացատրեն մարդկանց։ Իրականում տեսեք, իշխանությունը ինչ վարվելակերպ է, վարքագիծ է որդեգրել։ Իրենք ասում են, որ այն ամենը ինչ որ ասվում է կառավարության նկատմամբ, դա ոչ թե քննադատություն է, այլ դա հերյուրանք է, այլ դա վիրավորանք է եւ ըստ էության մարդկանց մոտ ստեղծում են այն տպավորությունը, որ եթե կա գործադիր իշխանություն, եթե կա վարչապետ, նա միշտ ճիշտ է եւ միշտ պետք է առաջնորդվել իր ասածով։ Դա բնավ այդպես չի, սահմանադրությունը ընդհանրապես լրիվ հակառակն է ասում, դուք դա ճիշտ եք նշում, իրականում падգամավորը ավելի մեծ իշխանություն ունի կառավարության ճակատագիրը որոշելու հետ կապված ըստ սահմանադրության, բայց ըստ Փաշինյանի ստացվում է, որ ինքը մեկն է, միայն ինքն է կառավարությունը եւ եթե որևէ մեկը կառավարությունից մեկ այլ բան է ասում, դա նշանակություն չունի, ինքն է կառավարությունը ամբողջությամբ։ Հենց բառացիորեն էլ ասել է, կառավարությունը ես եմ։ Կառավարությունը ես եմ, մոտավորապես Լյուդովիկ 14-ի նման, ըստ էության կարող էր ասել, որ պետությունն էլ եմ ես, բայց ինքը իսկապես պետության բոլոր հանրային իշխանության կարևորագույն
մարմինները վերցրել է վերահսկողության տակ, որի իրավունքը ինքը չունի, եւ դա ցավոք սրտի հասարակության որոշ մասի կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ։ Եվ այստեղ շատ հաճախ սա էլ է կարևոր ընդգծել, որպես խավության նոխազ է ներկայացվում սահմանադրությունը։ Ընդհանրապես արհամարելով այն փաստը, որ սահմանադրությունը լրիվ հակառակի մասին է խոսում։ Իհարկե սահմանադրությունը, եթե խոսքը դատական իշխանության մասին է, բազմաթիվ ուրեմն մեխանիզմներ նախատեսել է, որպեսզի այդ վերահսկողությունը չլինի, բայց այսօրվա իշխանությունը, երբ որ ունի սահմանադրական մեծամասնություն պարլամենտում, առնվազն 3/5 մեծամասնություն, բոլոր այն մեխանիզմները, որոնք որ նախատեսված էին, որպեսզի դատական իշխանության ձևավորումը լինի ինչ որ չափով հավասարակշռված process, ամբողջությամբ վերացել է։ Երբ որ պարլամենտում կա նման մեծամասնություն, դատավորներ են ընտրվում, նշանակվում են մարդիկ, որոնք որ ուղղակիորեն ԿՊ-ական, ուրեմն վստահությունն են վայելում, ԿՊ-ական падգամավորների եւ իշխանության նախագահ, նույնը վերաբերում է գլխավոր դատախազին, որը էլի 3/5-ով է ընտրվում, մնացած բոլոր ըստ էության կարևորագույն պաշտոնները, որոնք որ կան։ Եվ այստեղ ես տեսնում եմ նաև անհրաժեշտություն հաշվի առնելով այն ամենը, ինչ որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից առ այսօր կատարել է, ապագայում, երբ որ այս իշխանությունը չի լինի, փորձել ավելի կատարյալ մեխանիզմներ նախատեսել, որպեսզի դատական իշխանությունը որևէ կերպ չկարողանա հայտնվի գործադիր իշխանության թիրախում գործադիր իշխանության գրեթե տոտալ վերահսկողության տակ։ Մենք ունենք հատուկեն դատավորներ, որոնք մնացել են դատավորներ ըստ օրենքի եւ ըստ սահմանադրության, իրականացնում են իրական արդարադատություն, բայց բազմաթիվ դատավորներ արդեն իմ կարծիքով բացարձակ մեծամասնությունը մոռացել է, որ կա սահմանադրություն եւ իր համար կարևորը Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Տեսեք, Սամվել Կարապետյանի հետ կապված։ Ուրեմն ընդհանրապես հայ առաքելական եկեղեցուն մեր ձևով պաշտպանելու կոչը դիտարկել որպես սահմանադրական կարգը բռնի տապալելու ուրեմն կոչ, դրա համար պետք է ունենալ շատ մեծ երևակայություն եւ լինել տոտալ անբարոյական մարդ, տոտալ անբարոյական, որ ասի, որ դա սահմանադրական կարգը տապալելու կոչ է։ Երբ որ ես ասում եմ, ես աջակցում եմ հայ առաքելական եկեղեցուն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ես ավելի շուտ կատարում եմ սահմանադրության պահանջը, որտեղ սահմանադրությունը ուղղակիորեն ասում է 18-րդ հոդվածում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում եւ այլն, չէ՞։ Հիմա, երբ որ դու այդ նախադասությունը դիտարկում ես որպես սահմանադրության տապալման կոչ, դա անում է դատախազը, դա անում է քննիչը, դա անում է դատավորը, այստեղ այդ մարդիկ ընդհանրապես սահմանադրության հետ առնչություն չունեն, իրենք սահմանադրությունը ոտնահարել են։ Եվ դա անում են, պարոն Պողոսյան, մեկ պարզ պատճառով, որովհետև այդ ընթացքում Փաշինյանը 10-ից ավել Facebook-յան գրառումներով Սամվել Կարապետյանին նվիրված, հիշում եք, տևական ջանքեր պահանջվեցին, նույնիսկ քաղաքացիականորեն պաշտոնանք եղավ, քանի որ չէին կարողանում նա իր մեջ քաջություն ունեցավ հրաժարվելու այդ օպերացիան չանելու։ Կեղտոտ միսիան իր վրա վերցնելու։ Իսկ Փաշինյանը այդ ընթացքում գրում էր ստահակ, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ։ Հիմա դրանից հետո քննիչից, դատախազից կամ դատավորից մենք ակնկալենք, որ նրանք պիտի ասենք ինչ որ արդարադատություն իրականացնեն։ Քննիչը պետք է քրեական գործ հարուցեր, դատախազը պետք է դա հաստատեր, դատարանը պետք է դա կալանքի միջնորդությունը բավարարեր։ Կալանքի միջնորդությունը բավարարեր Նիկոլ Փաշինյանի նման գրառումների համար, բայց դա բնականաբար չի արվում, որովհետև մենք մեր զրույցի հենց ամենասկզբում ասացինք, որ մեր մոտ սահմանադրական կարգը Նիկոլ Փաշինյանը տապալել է ամբողջությամբ։ Եվ մնացած օրինակները հիմա Միքայել Սրբազանի հետ կապված, եկեք Բագրատ Սրբազանին էլ չմոռանանք,
Բագրատ Սրբազանին ինչ Նաև Մկրտիչ Սրբազանին, Արշակ Սրբազանին, Արշակ Սրբազանին, մեր արդեն դժվար է որ Սրբազանին արդեն չմոռանալը, թող իրենք ներողամիտ լինեն, տեսեք, Միքայել Սրբազանը ընդամենը քաղաքագիտական վերլուծություններ է կատարել։ Ասել է, եթե սահմանադրական ճանապարհով տեղի չի ունենում, ապստամբության միջոցով է տեղի ունենում եւ այլն, ուրիշ ճանապարհներ գոյություն չունեն։ Քաղաքագիտությունը դեռ որևէ նոր այդպիսի բան չի հորինել, որպեսզի լինի իշխանափոխություն, բայց ինքը նման կոչ չի արել։ Կոչ չի արել, հետահայաց Սրբազանը այդ զայնագրությունները, որոնք որ ակնհայտորեն մոնտաժված են, որոնց մինչև հիմա ոչ քննչական մարմինը, ոչ դատական նիստերի ժամանակ որևէ թեկուզ ճշմարտությանը մոտ փաստարկ չի բերվում, որ դրանք իրական զայնագրություններ են, այդ ամենը օգտագործվում է բոլոր այն մարդկանց դեմ, որոնք որ դեմ են այսօրվա իշխանությանը, ազատ խոսքի համար, Facebook-յան գրառումների համար, դիտարկելով դրանք որպես վիրավորանք, մարդկանց են կալանավորում։ Ասում են նույն Միքայել Սրբազանի հետ, Սամվել Կարապետյանի հետ կապված վերցնենք։ Լավ, Սամվել Կարապետյանի ասածը, եթե հայ առաքելական եկեղեցում պաշտպանելը դիտարկվում է որպես սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ, հարց է առաջանում, ինչ է անհրաժեշտ, որպեսզի այդ մարդը 7 ամիս անցկացնի ուրեմն կալանավայրում զրկված տեսակցությունների խոսել է, չէ՞ դրա մասին։ Այսինքն դու դրանով ի՞նչն ես կանխում։ Երբ որ դու նման միջոցներ ես ընտրում, խափանման միջոցներ, հա, իրավագիտությանը անդրադառնանք, դրանք պետք է նպատակ ունենան։ Դրանք պետք է նպատակ ունենան կանխելու, որպեսզի նա նույն բանը չանի, ասենք հանցագործություն է կատարել, մարդ է սպանել, հետո վտանգ կա, որ ինքը մեկ այլի էլ կարող է սպանել եւ այլն, հա, պրիմիտիվ ձևով եմ սա ներկայացնում։ Կամ եթե ինքը փախուստի մտադրություններ ունի, դու կանխում ես այդ փախուստը։ Սամվել Կարապետյանի պարագայում ակնհայտ է 100% վստահ եմ, որ իրեն տարբեր մեսիջներ ուղարկվել են մինչև իրեն կալանավորելը, որ եթե հրաժարվեք այդ խոսքերից, եթե գնաք Հայաստանից, հա, որևէ բան ձեր հետ չի պատահի, բայց Սամվել Կարապետյանը եղել է քաջ, կա եւ մնում է քաջ, ինքը այդ բոլոր նեղությունները քաշել է եւ ես մեծ հույս ունեմ նաեւ, որ այս ընտրությունների ժամանակ իրենք հաջողության հասնելու են։ Հաջողության հասնելու են նրանք, ովքեր որ պայքարում են։ Հաջողության հասնելու են նրանք, որոնք որ իրենց պայքարում համառ են, աննկուն են, չեն նահանջում եւ եթե Հայաստանի ընդդիմադիր դաշտը իսկապես այդ սկզբունքներով առաջնորդվի, պայքարի, հույսը չդնի միայն այսպես կոչված ճակերտների մեջ եմ ասում, լինելով սահմանադրության համահեղինակ, միայն սահմանադրական միջոցների վրա, այսինքն պատրաստ լինի դիմադրության, երբ որ ապօրինի քայլեր են ձեռնարկվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ, այդ ժամանակ ես կարծում եմ, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ այդ պայքարը կարող է հաջողությամբ պսակվել։ Ես շնորհակալ եմ այս արժեքավոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիրով։ Զրուցում էի սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ, սա ուրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV-ի եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։